որ երկարակեցության մեջ շատ կարևոր կապ ունի բացի ձեր ասած առաքելությունից, իմ ասածով առաջադրանքից, էմոցիոնալ կապը մարդկանց հետ։ Էմոցիոնալ կապը, մենք ձեզ հետ էմոցիոնալ կապ ունենք արդեն։ Մարդը էմոցիոնալ կապը իր ընտանիքի հետ է, իր երեխաների հետ է, իր սիրուհիների հետ է, իր չգիտեմ ում հետ, որի հետ ունի էմոցիոնալ կապ։ Այդ առանց այդ էմոցիոնալ կապի, նոր դուք մի քիչ առաջ ասացիք, որ առանց էմոցիոնալ կապի մարդը երկար չի ապրում։ Որպես օրենք, ես գիտեմ շատ տեղեր, դեպքեր, երբ որ մարդը չունի ոչ մեկը, եւ նա չի ապրում կատարելու իր առաջադրանքը, ավելի շուտ է գալիս իր ծերությունը, որտեվ ինքը էմոցիոնալ կապ չունի աշխարհի հետ։ Այսինքն մեկուսացումը բերում է անխուսափելիորեն վերջին։ Այո, էմոցիոնալ կապ անպայման չի, որ լինի ֆիզիկական մարդուն։ Կարող էմոցիոնալ կապը կարող է աստծուն լինի, կարող է լինի իր հավատքին, կարող է լինի շատ բաների, կարող է լինի երաժշտությանը, բայց պետք ունենա էմոցիոնալ կապ։ Առանց այդ էմոցիոնալ կապի, դուք որ ասացիք մոտիվացիան մի քիչ թուլանում է։ Եվ մեկ էլ գիտեք ինչը կարևոր է զայրույթը արտահայտելու հնարավորություն մարդու առաքելությունը առաջադրանքը կատարելու համար մարդը պետք է կարողանա իր զայրույթը արտահայտի երբ որ զայրույթը չի արտահայտվում ոնց որ ասում են ժողովրդի մեջ այդտեղ արդեն ռիսկային ֆակտոր է դա դառնում մարդու հետագա առողջ ապրելակերպի վրա այս երեք բաները հիշենք սա որ առաջադրանքը մարդը ծնվում առաջադրանքով, հենց այնպես չի ծնվում, որ մարդը առաջադրանքը իրականացնում է էմոցիոնալ կապերով եւ մարդը պետք է ունենա հնարավորություն լինի այնպեսին, որ կարող է զայրույթ արտահայտի։ Պարոն Ազատյան, զայրույթ արտահայտի, թե ընդհանրապես էմոցիաներ արտահայտի, որովհետեւ ներս գցել ասվածը, այդ որ ժողովուրդն է ասում, նաեւ կարող է ուրախություն, ամեն դեպքում էմոցիաներ արտահայտել, ոչ միայն զայրույթը, եւ այստեղ մի ոնց որ հակադրվեմ ձեզ, ինչ առումով Ես տեսել եմ, որ երկարակյաց մարդիկ 100-ից ավել մարդկանց հետ շատ իրենք սովորաբար հանդարտ լավատես մարդիկ են լինում, բարի, տարողունակ, հանդուրժող մարդիկ են։ Արդյոք զայրացող, իմպուլսիվ մարդիկ նաև դրանով իրենց կյանքը չեն կրճատում, թե արտահայտվելով թեթևանում են։ Այստեղ հակասություն կա։ Պարզապես տարբեր մարդու հոգեբանական վիճակներ կան, տարբեր 4 տեսակի մարդ կա։ Այդ ձեր ասածի պես մեկը որ շատ հանգիստ է վերաբերում, մյուսը ավելի այսպես ռեակցիաներ է տալի ամեն ինչին, մյուսը վատատես է, մյուսը չտեսնված օպտիմիստ է, օրինակ հարցեր եք ինձ։ Դուք օպտիմիստ եք թե որին եք։ Դե թույլ չեք տվել գամ ձեր թեմային, ասել եք իմ մասին չի, բայց հաղորդումը ձեր մասին է։ Ես օպտիմիստ չեմ, միանգամից ասեմ։ Իրատես եք, բայց դուք իսկ վատատեսել չեք։ Ես իրատես եմ եւ ամեն ինչի մեջ փորձում եմ հնարավորին չափով իրատես լինել։ Ես եթե թույլ տակ ասեմ, ես վատատես եմ։ Ես միշտ ամեն ինչ պլանավորելուց վատատեսական սցենարը ինձ համար որպես հիմք ընդունում եմ, հետո սկսում եմ ուրախանալ, երբ որ այդպես չի ստացվում։ Մարդկային հարաբերություններում։ Մենք իրար նույն բանի վրա ենք։ Այդպես հարմար է ինձ, որովհետև գերադասելը չհիասթափվելը, քան թե լավատես լինել, ինչ որ ակնկալիքներ ունենալ, հետո հիասթափություն ապրել։ Ռեալ մարդիկ ավելի մոտ են պեսիմիզմին, կանց թե օպտիմիզմին, ես կարամ տենց ասեմ։ Կյանքն է այնքան հիասքանչ չէ, բայց հաղորդումը պիտի դրական լինի։ Դուք ինչ կենսակերպով եք ապրում, ես ինչպես կենտրոնացա ձեզ վրա, ուզեցի ձեզ հետ հանդիպել, այնպես հետո որ ձեզ դուստրը գրեց, թե ոնց եք դուք ժամը 6-ից գնում մարզվելու, լողավազան, այդ ձեր կենսակերպի մասին պատմեք։ Տեսեք, մեր ամբողջ մշկության մեջ դա հայտնի է, մարքեթինգը, չգիտեմ, ձեզ վատ բառ թե լավ բառ, բայց մարքեթինգը այսօր ռեալ իրավիճակն է։ Ամեն մարդ ունի իր բանը, իր ընտրությունը, իրեն հետ վարվելու ընտրությունը։ Մեկը առավոտյան շուտ վերակենում, հələ ջուր չզարթնած, միած սիգարետա ծխում։ Մյուսը վերակենում սկսում է գարեջուր խմել։ Մյուսը վերակենում գնում է հեծանի քշելու։ Վատ բան չեմ ասում, լավ բան եմ ասում։ Հեծանը քշելու։ Ես մեծ հաճույքով հիմա քշեի, իմ որ փոքր իմ հեծանը գողացան, դրանից հետո չեմ բանում։ Ես վերակենում առավոտը շուտ, ես էլ գնում եմ լողավազան։ Ես լողանում եմ այնքան, ինչքան իմ արջև առաջադրանք եմ դրել։ Այդտեղ էլ է։ Ես իմ արջև չեմ գնում պարզապես լավ 200 մետր լողալ, ոչ։ Ուրեմն կիլոմետր ու կես անպայման պետք է լողանաս, դա իմ առաջադրանքն է։ Ավել կլողանամ շատ լավ է։ Այսինքն ամբողջ կյանքը մեր ընտրությունն է, ինչ անել։ Տալ մեզ ինչին, այսինքն ալկոհոլին, թե տալ մեզ սիգարետներին, ծխելուն, տալ մեզ անարակ կյանքին, դա էլ ընտրություն է, մարդը ընտրություն է կատարում, ես սենց եմ ուզում ապրեմ, և այդ ընտրությունը մերն է, ես չեմ կարող ձեզ համոզեմ, որ գիտեք մի ծխեք,
Երբ որ ես փորձեմ դες համոզել մի ծխեք, ես վստահ եմ, որ դուք դուրս գաք, էլի կծխեք։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն հետո տեսեք ինչն է կարևորը։ Շատ առողջ ապրելակերպ է, դժվար է, շատ դժվար է։ Ջանք է պահանջում։ Ջանք է պահանջում։ Պահանջում է ոչ թե քեզանից, այլ եւ շրջապատից եւ սոցիալական միջավայրից։ Բայց դա ջանք է պահանջում եւ երկրորդը, որ անառողջ ապրելակերպը շատ գայթակցուցիչ է։ Որովհետև հեշտ է։ Հեշտից բացի, տեսեք հիմա ես պետք է ասեմ, դուք կորոշեք թողեք թե չթողեք։ Պաշտպանված սեռական հարաբերությունները ասում են, ոչ ասում են, այդպես է, ավելի անվնաս է, որովհետև կանխարգելում է հիվանդությունները նմանատիպ էլի, սեռական ճանապարհով փոխանցող։ Եվ օգտագործել ուրեմն ապահովիչներ, ճիշտ է, բայց այստեղ մի հատ խնդիր կա։ Ապահովիչ օգտագործելը իջեցնում է բավարարության աստիճանը, այդտեղ արդեն մենք սկսում ենք մտածել բոլորը։ Մենք էս անենք, թե ու ընտրությունը մերն է արդեն, թե ինչպես կանենք, սենց կանենք, թե նենց կանենք։ Եվ դրանից կախված է մեր մնացած քայլերը։ Դուք ձեր օրինակով ասեք, լիարժեք կյանքը վայելել թեկուզ կարճ, թե ինչ որ տեսակետի սահմանափակելով մեզ, բայց ավելի երկար։ Ինձ համար գիտեք ինչ է նշանակություն ունի ավելի պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը իմ ընտանիքին, իմ գործին պատասխանատու եմ ես չեմ կարա ես ունեցել եմ դեպք 2 տարի առաջ որ ինձ հաղորդեցին վատլուր ես ասի ես չեմ կարող դա 2 չէ մի քիչ ավելի շատ ես չեմ կարող ես պետք է շարունակեմ որովհետև ես ունեմ պատասխանատվություն չեմ բանալ խորանում ու այդ ես կատարեցի ինձ համար կարևոր է այդ պատասխանատվությունն է եւ եթե դուք ուզենաք իմանաք իմ ցանկությունը Մարտը եթե իր վերջի ժամը պետք է գա, այն լավ մի հատ հաղորդավար ունենք, ինտերվյուներ անում հերոստատեսությամբ։ Բանին հարցրեց ուրեմն դատախազին գլխավոր կյանքից 5 րոպե առաջ դուք ինչ ցանկություն կունենաք, նենց պատասխանը դուրս եկավ, իմ ոճի մեջ էր, ասեց կուզենամ ինձ շուտ մոռանան։ Շատ դուրս եկավ այդ, ուրեմն ինքը ինչքան բան է, շատ խոր տպավորություն թողեց։ Ինձ հարցնեք, ես կուզենամ լողավազանում լինեմ ինձ ընդեղից գտնեն այդ տենց ասեմ ուզեմ ասեմ որ մեր ընտրությունն է դա ամբողջ ինչ որ մենք անում ենք ի վերջո մեր ընտրությունն է լավն էլ վատն էլ Վերջից խոսեցինք բայց վերջն էլ էլի հարաբերական է դուք այն տարեկան եք ձեր տարիքը ասում եք թե թաքցնում եք Ես ոչի բան չեմ թաքցնում թաքցնելու ոչի բան չունեմ ես այնքան եմ ինչքան կամ Թիվը չեք ասի անձնագրային դա թիվը կապ ունի մեծ եմ ձեզանից հաստատ մեծ եմ այդ կարամ ասեմ Կրկնակի Այո, միգուցե կրկնակի։ Շատ հետաքրքիր։ Ես գիտեմ, որ դուք այսօր ակտիվ կենսագործունեության մեջ եք, մասնագետ եք, պարոնաբանական կենտրոնում, գիտական գծով ոնց որ աշխատանքներն եք համակարգում, ոնց է անցնում ձեր առօրյան լողավազանից հետո։ Ու բավական ակտիվ անցնում էլի նույն ձևի, որովհետև ես գիտեմ, որ ես ունեմ առաջադրանք այսօրվա համար։ Այսօր իմ առաջադրանքը սկսել է ձեզանից։ Հələ այսօր մի քանի հատ էլ ունեմ։ Ես ուզում եմ այդ բոլոր առաջադրանքները, եթե հնարավոր է, բայց ինչ որ ինձնից է կախված, ես այդ անեմ։ Երբ որ ես դա անեմ, ես ինձ հանգիստ եմ զգում։